Հիշեցի այն երեխա ժամանակները, որ հելնում էինք մայիսյան տոներին, դրոշներով, փուչիկներով, մեզ հիմա մենակ փուչիկներն է պակասում։ Տպավորությունն այդպիսին է։ Այդ տեսակ է, ոնց որ ամեն դեպքում մենք մղում ունենք դեպի տեսնելու հզոր համայնք ստեղծելու հիմքը դնելու։ ԿՊ-ի վերարտադրվելը հնարավոր համարում եք։ Եթե մի անգամ էլ վերաշրջավորեն պարտության սիմվոլներին իմ երկրում, այս երկիրը կվերանա։ Այս երկիրը այլևս չի լինի։ Բայց օրինակ Խաղաշապատում կառավարում տապալելուց հետո նորից առաջադրվել են, ինչ շանսեր կունենան։ Դե գիտեք, հիմա Հայաստանում ամեն ինչը տապալել են, էլի առաջադրվում են, որովհետև եթե ԿՊ պարագլուխները հասկացել են, որ ամբողջ ծրագիրը տանուլ են տվել, նրանք հասկացել են, որ տեղ ծորակարգի մեջ են, որ իրենք խփել է արևմուտքը, որ պատերազմը չպիտի լիներ, պատերազմն էլ եղավ, մարդը որ ինչ մարդ գնաց հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո հայտարարեց մյուսը, որ Ադրբեջան է։ Գիտեք, ինձ գյուղական համայնքներում երբ պտտվում էի, մեկը այդպես շատ խիստ ԿՊ-ական, ու ԿՊ-ական չէ, նիկոլական։ Սա մոտեցավ մի անգամից փրփրած։ Իմ հետ եկողները իսկապես զարմացան։ Իրար անծանոթ մարդը փրփրել է, որ ոնց Նիկոլը, sense բաներ ասում, ասի դու ո՞ր Նիկոլի կողմնակիցն ես, այն որի համար Արցախը Հայաստան է, թե նրա որի համար Ադրբեջանը։ Դու համար մի հատ էլ ճշտի, որի կողմնակիցն ես, այն որ ասում էր արագաչափերը հանեն, թե նա որ արագաչափերը ավելացնում է։ Այդ երկությունը գնա կգի, որ Նիկոլի կողմից է։ Որի են որ թքում է Նիկոլ Փաշինյանի վրա, թե այն Փաշինյան Նիկոլի, որը թքում է Փաշինյան Նիկոլի վրա, այսինքն նա պետք է այդ երկությունից դուրս գա։ Եթե չի կարող դուրս գա, եթե եկել է մոլորված մարդ, այդ ստի կայսրությունը կերտել են, այս ամբողջ ժողովրդի խաբել են, կոտրել են, հիմա տանում են հերթական պատերազմների, այսօր ամբողջ քրտի աթունք է ապրում, չէ՞ որ ասում է, մենք Ադրբեջանով չունենք ներկրելու, այս ժողովուրդը հացել է, ավելի շատ ադրբեջանցիներն են ուրախացել, որ այս խաբությունն էլ աշխատեց, որոնք հասկանում ենք շարունակության մեջ ինչեր կլինի։ Սրանք իհարկե չեն տիրապետում իրավիճակին, սրանց լուրջ չեն ընդունում աշխարհի որևէ հատվածում եւ իրենք մեղավոր չեն այլևս, որովհետեւ այս պարտվածներին վերաշնչավորել ենք մենք, ընտրողներս։ Արդեն իսկ ընտրախախտումները իրականացրել, վարչական ռեսուրսներ են կիրառվել, ինչ է կարծում այս քարոզարշավը անհավասար պայմաններում չի ընթանում։ Գիտեք, անհավասարը վարչական ռեսուրս ունեն, անհավասար է, բայց դա բոլոր ժամանակ տրվել վարչական ռեսուրս ունեցողները օգտագործել են։ Ես չեմ եկել ինչ-որ բան սուտ ասելով, կեղծ ասելով արդարացնեմ որևէ մեկին։ Ես հա գիտեմ, որ այդ ռեսուրսները օգտագործում են, բայց ես գիտեմ, որ դրանց զուգահեռ նաև անում են այո խախտումներ, ինչի չի կարող, ԿՊ պարագլուխները չեն կարող կատարել, նրանց ոճը այսպիսին է։ Նրանք եթե հանգարց չստեն կոչնչանան։ Բանը ինչ է, նայեք ռուս անկախականը, որ հայտարարեց Սոլժենիցինը, երբ հայտարարեց ուզում եք այդ սուտը վերանա, մի մասնակցեք նրանց ժողովներին, մի դիտեք նրանց հեռուստահաղորդումները, մի կարդացեք նրանց թերթերը, նրանց ելույթները, մի լսեք եւ այդ սուտը կվերանա։ Նա թող դադարի ավազգը Նիկոլին լսել, եւ կանանչի իրականությունը տեսնի, որ սոված երեխաներ կան, որ սահմաններ կան անպաշտպան, որ ամեն ինչը վնասված է, որ այս ամեն ինչը տեսնեն եւ համեմատեն, այն ինչ որ իրենց լցնում է։ Ես գիտեք ափսոսում եմ նաեւ այն լրագրողներին, ովքեր պրոֆեսիոնալիզմ ունեն, բայց ծառայում են ներին, ովքեր տիրապետում են այդ վարպետությանը, կարող են իսկապես ազդեցություն ունենալ ուրեմն մասաների վրա, բայց ցավոք սրտի չարկապատկաններին են ծառայում։ Տեսեք մի քահանա, որը ինձ համար ինքնասպանված էր, մինչև դեռ կարգալույս անելը, դա ինձ համար ինքնասպանված։ Եթե մեկը օծյալ վարարի դեմա դուրս գալիս, դա արդեն եթե հոգևորական է իհարկե, ինքնասպանված է։ Եթե ինքնասպանված է, այսօր ՀՏԲ-ը տալիս հաջողությունին, ասում է 10,000 կբերեմ ձեր վրա, արա ինքնասպանված դուխով կրյատքի փալած։ Դու ով ես, որ մեր վրա մարդ բերես, եւ հլա հոխորտ ասել, թե այսքան հազար կբերեմ, այսքան հազարը տար քո հոգևոր հուղարկավորությանը,
այ կարկալույց եղած քահանա եւ հերիքա թույլ տանք որ այդ ամեն մի ողորմելի գոյանք դուրս գա ու մայրաթորի վրա հարձակումներ գործի։ Օրինակ վաղարշապատը Մեր համայնքներում տեղի են ունենում, կազմակերպում են ընտրություններ, ժողովուրդը ի վերջո իր ձայնը տալիս է իր նախաճաշնացներին եւ երբ ընտրվում է ընդդիմադիր, այդ համայնքը շատ կարճ ժամանակ անց մնում է առանց ղեկավար։ Էջմիածնում չկարծում, որ նույնը տեղի կունենա։ Իհարկե չեմ կարծում, նախ ասեմ որ Հայաստանի իշխանություններ վաղուց չունի, այսինքն այստեղ սպասավորներն են օտարի շահերի, սրանք եկել են դիվասել են ստով կերտիկով խաբերությամբ կերտել են այդ ստի կայսրությունը, ովքեր են դրանք, հələ մի հատ հատիկ նայեք, այն թքողներ թքողն ակոտը, որը չգիտես որտեղ չէ ազգային ժողովը ղեկավարում, սա ենք մենք արժան,